Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակվում է եւ ուշադրություն։ Առաջին անգամ մենահամերգով հանդես է գալու Երևանում շատ տաղանդավոր երաժիշտ։ Արտերկրում մեծ լսարան ձեռք բերած եւ հայկական կանոնը հանրահռչակած երաժիշտը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ մեկ բեմում։ Սուրենում մասն է խոսքը։ Այո, եւ իհարկե մեր տաղավարում Բելլա Պապիկյանը, կանոնահարուհին, եւ իհարկե Արմինե Հարությունյանը, ազգային նվագարանների պետական նվագախմբի ադմինիստրատոր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Այստեղ իհարկե ադմինիստրատորն է մենակ նշված, բայց մենակ ադմինիստրատորի գործը չեք անում այնտեղ, որտեղ էլի շատ կարևոր դիրք եք զբաղեցնում նվագարաններում։ Շատ հաճելի է իհարկե ձեզ հյուրընկալել։ Ինձ մոտ փոփոխություններ են եղել եւ այսուհետ զբաղվում եմ Միայն ադմինիստրատոր։ Շատ լինելով երաժիշտ սրտով, հոգով, մտքով, այո, զբաղվում եմ այս կենտրոնում այդ աշխատանքներով։ Դե վաղը իհարկե լինելու է մենահամերգ, հա, որը կարծում եմ այսպես շատ երկար սպասված էր, որովհետև հատկապես վերջին շրջանում ավելի պոպուլյար դարձավ այդ հրաշալի գործիքը։ Իդեպ ես շատ եմ սիրում այդ գործիքը, շատ, որովհետև դա ինձ համար այսպես հետաքրքիր սիմվոլիկա ունի։ Խոսենք հենց սպասելիքներից վաղվա։ Մի քիչ լարվում եմ իհարկե։ Ինչու՞։ Անհնար է չլարվելու, չնյարդայնանալ, բայց վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է անցնելու, որովհետև մեր կազմակերպչական աշխատանքները տարվել են հոյակապ, ամեն ինչ պատրաստ է ու մնացածը կախված է ինձանից եւ իհարկե նվագախմբից։ Եվ հանդիսատեսին սպասում է հիանալի երեկո։ Դա մենք խոստանում ենք, չէ՞։ Այո, փորձում ենք ամեն ինչ անել, որ իսկապես երեկոն լինի հրաշալի, հիանալի։ Փորձերը արդեն սկսվել են։ Վաղուց։ Վերջացել են, թե այսօր դեռ։ Վաղը լինելու է վերջին փորձը համերգից առաջ։ Ծրագրի մեջ ինչ է ներառված, ինչ գործեր կան։ Ծրագրի մեջ ներառել ենք իհարկե մեր գեղեցիկ հայկական ստեղծագործությունները, մեղեդիները, նաև ունենք արտասահմանյան հիթեր, ինչուններ եւ Բացեն գաղտնիք, ունենք նաև հատուկ հյուրեր, հայ երգիչ-երգչուհիներ։ Դե ասենք, տաղանդավոր մարդիկ։ Վաղը լինելու է համերգ։ Ասենք։ Այո, Ասենք։ դուք ասենք։ Ասենք։ Մեծ հետ կլինի Նարեն Գևորգյանը եւ Սարո Գևորգյանը։ Այսինքն շատ հետաքրքիր ծրագիր եք պատրաստել։ Այո։ Արմինե, խոսենք նաև համագործակցությունը Բելլայի հետ, որովհետև սա իհարկե հետաքրքիր մոտեցում է նաև նվագարանների հետ կապված։ Իդեպ ծրագրից էլ հարց գնաց, շատերի մոտ կա այսպիսի կարծիք, որ եթե Բելլան Պապիկյան այստեղ Հայաստանում է եւ ազգային նվագարանների հետ համերգ պիտի ունենա, մի փոքր այսպես մտածում են, այսինքն ինչ պետք է ներկայացնի, ինչու, որովհետեւ իր կոնտենտը այլ է եւ սովոր չէ մեզ հայաստանյան այնուամենայնիվ հանդիսատեսին, բայց պիտի ասեմ, որ բացի այդ հրաշալի արտասահմանյան ստեղծագործություններից Բելլան համերգի ընթացքում այսպես մի փոքր էլ ես եմ փակագծեր, համերգի ընթացքում կատարելու է բավականին բարդ, պրոֆեսիոնալ, կոնկրետ հենց կանոնի համար գրված ստեղծագործություններ։ Գուցե շատերը դրան չէին սպասում, ինձ թվում է Բելլան էլ չէր սպասում դրան, որ այդպիսի մի առաջարկը նաև այդպես է լինելու եւ շատ հստակ դրված է, բացի այն, ինչ որ անում է Բելլան իր ամբողջ մայքով, նա նաև որպես կանոնահարուհի պիտի ներկայանա, պրոֆեսիոնալ կանոնահարուհի, այնուամենայնիվ Բելլան սովորել է այստեղ, ավարտել է կոնսերվատորիան եւ այսպես։ Համագործակցությունը շատ հետաքրքիր է, ոչ սովորական, գնալով մենք էլ ենք սովորում։ Ոչ սովորական քայլերի։ Շատ հետաքրքիր է ամեն դեպքում։ Փորձառական է եւ մեզ համար նվագախմբի եւ նաեւ Բելլայի համար։ Բայց ես վստահ եմ, որ հրաշալի է անցնելու, որովհետև վաղուց երևի սպասում էինք, որովհետև դուք անընդհատ գնում, գալիս եք, վերադառնում եք հայրենի կարճ ժամանակով եւ տարբեր այսպես փոքրիկ նույնիսկ ես հիշում եմ մեր տաղավարում ենք ձեզ հյուրընկալել ենք կանոնով։ Այո, եւ դա հրաշալի էր եւ ես կարծում եմ մենակ կատարը վաղը կլինի։ Մնացել եմ դալիճում։ Շատ լավ, եւ սպասումների մասին արդեն խոսեցինք, ինձ հետաքրքիր է նաեւ մեկ ամիս է արդեն Հայաստանում եք եւ բացի փորձերից ինչով եք զբաղվել, ուր եք հասցրել լինել, կարոտը ինչպես եք կարողացել մի քիչ գոնե նվազեցնել։ Շատ կարոտացեի տելիքներին, օդին, շատ։ Բացի փորձերից նաև տանում ենք իհարկե միասին կազմակերպչական աշխատանքներ, այնտեղ շատ փոքր դետալներ կան, որոնց մասին պետք է հոգ տանել, օրինակ հագուստը եւ այլն։
Այդ ամենի մասին հոգ տարված է եւ վաղ արդեն իդեալական է լինելու ամեն ինչ։ Հայաստանում դեռ չեմ հասցրել ոչ մի տեղ գնալ, որովհետեւ փորձերը ու զբաղվածությունը շատ մեծ է, բայց ես ունեի մեկ նպատակ, որը որ վաղը կատարվելու է ու արդեն համերգից հետո կգնամ քաղաքից դուրս եւ կվայելեմ մեր բնությունը։ Բելա հարազատներից մարդ լինելու է, այստեղ են իրենք Երևանը բնակել։ Այո, բոլորը լինելու են։ Եվ ոչ միայն, նաև Դուբայից իմ ընկերներն են եկել այստեղ։ Հատուկ ինձ հետ լինելու համար, այո։ Արդեն հանդիպել ենք, շատ սրտացավ են, շատ այո։ այնպես հարազատի նման եւ բացի դա էլ ասեմ, որ Բելայի հայրիկը մեզ մոտ է աշխատում, Քամանչահար Հրանտ Պապիկյանը։ Այնպես որ հարազատները ոչ միայն դահլիճում են, այո։ Բելա վերջին շրջանում իհարկե շատ շրջանառվեց այն վիդեոն, որի մասին համոզված եմ բազմաթիվ խոսվել է, բայց կուզեմ եւս մեկ անգամ խոսենք։ Համագործակցությունը եւ գեղեցիկ աշխատանքը հայտնի իհարկե աշխարհարչակ Հաուզերի հետ միասին ինչպես եղավ եւ արդյոք հնարավոր է նաեւ շարունակություն լինի։ Մենք իհարկե շարունակություն ունենում ենք, արդեն շատ տեսահոլովակներ ենք միասին թողարկել։ Մեր առաջին տեսահոլովակի մասին ինձ թվում է բոլորը արդեն գիտեն, բոլորը արդեն ծանոթ են պատմությանը, որ ես ուղղակի գրեցի իրեն համացանցով ու պատասխան ստացա 1 ժամ անց եւ մեր համագործակցությունը սկսվեց հենց այդտեղից։ Միասին թողարկել ենք մոտ 7-8 տեսահոլովակ ու ասեմ մեր առաջին եւ մի քանի տեսահոլովակները իր էջում ունեն ամենաշատ դիտումները։ Մեր հայերը շատ աջակցող են ու շատ ողջավորված են, երբ որ մենք միասին թողարկեցինք այդ տեսահոլովակները։ Վաու, հետաքրքիր է։ Իսկ դուք իրեն գրեցիք, որովհետև իր արվեստի երկրպագու եք, թե նպատակահարմար գտաք, որ ձեր երկուսի արվեստը շատ գեղեցիկ կլինի միասին։ Ես իր արվեստի երկրպագուհի էի դեռ շատ վաղուց, երբ իրենք դեռ երկուսով են, հիշում եք, ունեն Թուչելոս խումբը։ Ես այն ժամանակվանից էի հետևում ու ուզում էի իհարկե օրերից մի օր նրանց հետ կամ նրանցից որևէ մեկի հետ մեկ բեմում հայտնվել կամ միասին համագործակցել կամ նվագել եւ մի քանի տարի առաջ ունեի հարցազրույց, որի մեջ կար կետ, որը ասում էր ով այն երաժիշտը ում հետ կցանկանաս օրերից մի օր մեկ բեմում հայտնվել կամ միասին համագործակցել ու ես նշել էի Հաուզերի անունը։ Եվ տարիներ անց այդ երազանքը իրականում կատարվեց։ Շատ ողջավորված եմ ու շատ ուրախ եմ։ Մենք հիմա շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Դեռ մեր ընկերությունը շարունակվում է ու մեր համագործակցություններն էլ անպայման շարունակվելու են եւ Ինչպես ասում են, երազանքներ պայլուց զգուշ եղեք կատարվում են։ Բելա, մենք գիտենք, որ կանոնը իր իսկ պատմությամբ, ամենասկզում եղել է գործիք տղամարդկանց համար, որովհետև չափերով մեծ է եղել, ծանր է եղել եւ կանոնահարներ են եղել։ Հետո արդեն իհարկե վերածվեց այս հրաշալի նուրբ մատները կպան կանոնին եւ կանոնը ավելի հնչեղ դարձավ ու գեղեցիկ։ Դժվար չի այդ մեծ գործիքը եւ ինչու հենց կանոնը ջութակ կարծում եմ դաշնամուր կամ միշտ երեխաներին տանում են դաշնամուրի կամ ջութակի ամենավերջում նոր կարող են կանոնի տանել բայց դուք կանոնը իրական երբ ծնողներս ընտրում էին թե ինչ գործիք պետք է նվագենք իմ եղբայրն էլ է երաժիշտ երբ որ մայրիկս մեր ձեռքը բռնած տարավ երաժշտական դպրոց եղբորս համար ընտրեց ջութակը ինձ համար ընտրեց կանոնը ես սկզբում դեմ էի չէի ուզում կանոնն ընտրել ես ուզում էի դաշնամուր նվագել բայց համոզեցին որ եթե կանոն նվագեմ նաև նվագելու եմ դաշնամուր ու ես համաձայնեցի, դե փոքրիկ էի, չէի կարող ասել չէ, ու հետո սերը գործիքի հանդեպ սկսեց շատ միանգամից։ Սկզբում չէի սիրում, բայց հետո երբ որ արդեն հասկանում եմ գործիքը, երբ որ հասկանում ես թե ինքը ինչպես է հնչում, ինչ կարող ես անել այդ գործիքի վրա, սերը իրականում գնալով այս վերջին տարիներին էլ ավելի է մեծացել, քան սկզբում էր։ Ճիշտ է, այդպիսի բան կա, երբ դու գործիքը նվագում ես, ինքը դառնում է քո մարմնի շարունակությունը, առավելապես մեր պարագայում ծնկներին դրված, մատներով գրկում ենք, լարերը եւ այլ, գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ ինքը քո միակ եւ լավագույն ընկերն է, այդ ձեր կողմից էլ առաջին էս կանոն է եղել, չէ՞, սկզբում։ Ես ճիշտն ասած, եւս դաշնամուր էի ընտրել, բայց իմ կյանքը շատ հետաքրքիր անցավ, եղբայրս ասեց, որ կանոնի արի գնա եւ այլ, առաջին անգամ լսեցի մի երեխայից ու բոլորովին չհավանեցի։ Բոլորովին չհավանեցի, բայց այնպես ստացվեց, որ ընթացքում ես էլ հիասթափության պահեր ունեցա, բայց հետո չգիտես ինչի դարձավ կանոնը ինձ համար մինչև
այսօր կանոնի իմ լավագույն ընկերն է, անգամ իմ երեխաները գիտեն, երբ սենյակ եմ մտնում կանոնով, անգամ կարող եմ լույսը չվառել ու ինձ համար նվագել։ Վերջուրեմ ինձ հետ ինչ-որ բան է կատարում, ոչ մեկի ոչինչ չունեմ ասելու։ Իրականում հրաշալի գործիք է եւ զգալը այդ գործիքը եւ բարդ է եւ հեշտ։ Բելա, իսկ ամեում էլ ինչով եք զբաղվում, դասավանդում եք, թե միայն նվագում եք։ Նվագում եմ շատ մեծ միջոցառումների ժամանակ, բայց փակ միջոցառումներ, այսինքն նրանք կազմակերպվում են հատուկ բրենդների կամ հատուկ բարձր կլասի հյուրերի համար, նաև նվագել եմ իրենց ռոյալ ընտանիքներում եւ ոչ միայն Միացյալ Էմիրություններով, այլ նաև Էմիրություններից դուրս եղել եմ Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Օմանում եւ այս բոլոր ռոյալ ընտանիքների համար նվագել եմ։ Մեր կանոնը։ Այո։ Շատ լավ, վաղը համերգը կայանա, համոզված ենք հիանալի անցնելու եւ ինչ հետո հաջորդ թիվ ինչեր են սպասվում ազգային նվագարաններում, ինչ համագործակցություններ արդյոք նորից կլինի համերգային Բելայի հետ, ինչ է կլինեն։ Ես կարծում եմ վաղը համերգը կանցնի իսկապես շատ լավ, որովհետև մեծ թիմ է աշխատում եւ ազգային նվագարանների այսպես մեջքի հետևում կանգնած եւ Բելայի համար մեծ թիմ է աշխատում եւ դա շատ կարեւոր է։ Փորձում ենք ամեն ինչ անել շատ այդպես մանրակրկիտ ուսումնասիրված եւ որպեսզի հաջողվի։ Եվ ես կարծում եմ կլինեն էլի համագործակցություններ, անկեղծ որ լինեմ, իմ գլխում այսպեսի մի միտք կա, որ հաջորդ թիվ համերգը, եթե մենք արդեն համագործակցենք եւս Բելայի հետ, լինի Դուբայում։ Լավ առաջարկ։ Նվագարաններն են գնում։ Մարովին չմոռանաք խնդրում եմ։ Այո, մենք երբեք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր մեր կողքն են կանգնած եւ աջակցում են մեր, որպեսզի մեր համերգները փայլուն անցնեն։ Կունենանք համագործակցություններ, իսկ ազգային նվագարանները առհասարակ ունի բավական մեծ ծրագրեր։ Տարին կարելի է ասել դեռ համերգային տեսանկյունից նոր է սկսվում, բայց ոնց որ թե մեծ թափով ուզում ենք առաջ գնալ, կունենանք հետաքրքիր նորություններ, բայց երևի թե այն ոնց են ասում, ճակերտները չբացենք։ Բելա, որքան կմնաք հայրենիքում։ Համերգից հետո մի քանի օր եմ մնալու այստեղ, հետո մեկնելու եմ հետ Դուբայ, որովհետև ունեմ շատ միջոցառումներ, որոնք չեմ կարող բաց թողնել, այս ընթացքում շատ ու շատ միջոցառումներ արդեն իսկ բաց եմ թողել, որովհետև պետք է այստեղ լինեի, համերգի փորձերը եւ կազմակերպչական աշխատանքները, բայց իրականում հիմա համերգից հետո չեմ ուզում գնամ հետ, որովհետև Հայաստանը, մեր օդը, մեր բնությունը շատ էի կարոտել։ Հիմա էլ ավելի շատ եմ զգում այդ կարոտը, քան նախկինում էր իրականում։ Ճիշտ եմ, Գուցե առաջիկայում ետ վերադառնաք մշտական բնակություն հաստատելու հայրենիքում, ու մեկ-մեկ գնաք Դուբայ նվագելու եւ հետ գալու։ Դրա մասին դեռ չեմ մտածել, բայց ինձ թվում է շատ հնարավոր տարբերակ է։ Հիմա այնքան լավ շրջան է, հա, մենք բողոքում ենք անձրևներից, բայց հենց անձրևները ստեղծում են կանաչ բնությունը, եւ ես կարծում եմ երաժշտությունը ավելի ներդաշնակ կդառնա բնության հետ հենց այս շրջանում։ Ամեն անգամ, երբ որ բարձրանում եք բեմ ու գործիքը ձեր ցնքներին է եւ դուք արդեն սկսում եք, հա, մատներով հպվել այդ գործիքին ու երաժշտությունն է դուրս գալիս։ Ինչի մասին եք մտածում։ Տվյալ գործի, որ նվագում եք, թե մտքերը գնում են արդեն ուրիշ տեղ։ Նա այդ ժամանակ իրականում երբեմն կենտրոնացած այդ գործն եք ուզում նվագել, եթե իհարկե բարձ ստեղծագործությունն է, երբեմն երբ որ նվագում եմ ավելի մելանխոլիկ ստեղծագործություններ, մտքով ուրիշ տեղ եմ գնում, մեկ-մեկ նույնիսկ լինում է, որ ես կատարելիս գործը հուզվում եմ։ Այո, եղել են նման դեպքեր։ Էքսպերիմենտներ արել եք, որովհետև շատ էս վերջերս ընդունված է, հա, համաշխարհային գործերը վերցնել մեր նվագարաններով նվագել եւ սաունդթրեքերը, ինչպես արդեն մենք վայելել ենք նվագարանների կատարմամբ։ Իսկ դուք ինչ-որ էքսպերիմենտ արեք, փորձել եք մեր կանոնի վրա մեկ այլ գործ, որը երբեք չես պատկերացնում, որ կարելի է կանոնով նվագել։ Իմ ամբողջ կոնտենտը հենց դրա մասին է։ Եվ ինչ ունենք արժևում նմանատիպ։ Hard rock։ Հնարավոր է, ինչու ոչ, արդեն փորձել եմ իրականում։ Ահա։ Արձագանքները լավն են։ Իսկ սիրելի ստեղծագործություն, որ վերջին ժամանակներում շատ այսպես նվագել եք, ձերն է դարձել ու սիրում եք։ Սիրելի ստեղծագործություն, իսկ թվում է մի քանիսը պիտի որ լինեն։ Շատ են, այո։ Ինչու, որովհետև հազար անգամ ներողություն եմ խնդրում, երբ նվագախումբը այնտեղ աշխատում է Բելայի հետ, ի պաշտոնե ես արդեն ներսում չեմ լինում։ Եվ սենյակի մյուս կողմից եմ լսում։
Օր-օրի լսում եմ, որ համահունչ են, այսինքն մի զանգված է դառնում ամբողջ երաժշտությունը։ Ու հետո որպես երաժիշտ կողքից հասկանում ես, այս ստեղծագործությունը ինքը սիրով նվագեց, ավելի սենց, իսկ սա նվագեց, որովհետև պետքա, որովհետև պրոֆեսիոնալ, ինքը արդեն ասում եմ, Բելային հանձնարարվեց նաև բարդ ստեղծագործություններ, որոնք պիտի նաև հաղթահարվի։ Եվ Փառք Աստծո Բելան իմիջիայլոց Բելան շատ աշխատասեր աղջիկ է, սա պիտի անպայման նշեմ։ Նախկինում ծանոթ չեմ եղել իր հետ, որպես երաժիշտ եւ ընդհանրապես։ Բայց այս մեկ ամսվա ընթացքում այսքան զբաղված լինելով հանդերձ հաղթահարեց բավականին բարդ ստեղծագործություններ ու երբ կապի ենք լինում, այսպես ասում եմ, հիմա նստեմ պարապեմ եւ այլ ու ինձ թվում է այնտեղ կան ստեղծագործություններ, որոնք այսպես միանգամից հնչում են, միանգամից լսվում են, միանգամից իր կողմից ընկալվել են ու ինձ թվում է մի քանիսը կան։ Լավ, տենց որ սիրում ես, ես այդպես եմ կարծում։ Իրականում չեմ ուզում ասեմ ծրագրի մասին, որովհետև վաղը արդեն կիմանան, ծրագրի մեջ կա մի երաժշտություն, որը իրոք նվագելիս նվագախմբի հետ ես ուզում էի։ Ես ինքս ուզում եի ու մտքով ձեր ասացի պես ինչ որ ուրիշ տեղ էի գնում։ Ես արդեն գուշակում եմ, թե դա որը։ Դե վաղ արդեն կվայելեք, հասկանամ, որ գործերից է հենց Բելա նվագելուց ուզվում, իսկ որ գործերն են պարզապես ժպիտ տալիս նրան։ Իսկ փորձել եք արաբական, հա, գործերը, որտեղ հենց արաբական աշխարհում է կարելի ասել բնակություն հաստատել, հենց այդ գործերը տալ մեր կանոնին։ Իրականում էմիրություններում հենց արաբական գործեր եմ նվագում մեծամասամբ միջոցառումների ժամանակ, որովհետև այո, արաբներ են լինում հանդիսատեսը եւ ունեմ նաեւ արաբական գործիք, որը մեր հայկական կանոնից շատ է տարբերվում եւ հնչողությամբ եւ տեխնիկական հնարավորություններով, այո, բայց արդեն փորձում եմ տիրապետել, անում եմ այդ փոքր արաբական խաղիկները, այո, մելիզմները ինձ մոտ արդեն ստացվում է։ Վաու, դե ինչպես ասում են աշխատասիրությունը ամեն ինչին իհարկե ավարտուն տեսք է տալիս եւ ես համոզված եմ որ շատ լավ է անցնելու վաղվա համերգը, առավել եւս որ ազգային նվագարաններն են եւ բնականաբար այս գեղեցիկ համագործակցությունը տալու է շատ ճիշտ հնչողություն եւ տպավորություններ։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սափոր Սպիտակ գինին, որովհետեւ վաղը հաստատ իհարկե այդ առիթը կա, բայց մինչեւ համերգը կարելի է մի քիչ տրամադրությունը բարձր պահել այսօր եւ վաղն արդեն իսկ վայելել համերգային երեկոն։ Եվ քանի որ երաժշտությունը ինքնին տեսակով էմոցիաներ է եւ այն գործիքը, որի վրա դուք եք աշխատում բնականաբար հենց էմոցիայի մեծ աղբյուրն է, նաեւ եւս մի աղբյուր կա, կոչվում են արև բացիկներ։ Այս բացիկները քարտեր են, որոնք էմոցիաներ են տալիս սիրելի մարդկանց։ Այստեղ ներառված են հայտնի ու սիրված երգերից ֆրազներ։ Երկու բացիկ եմ ձեզ նվիրում, մեկը Նունե Եսյանի եւ Արսեն Գրիգորյանի երգից է Միայն ես եւ դու ու չկա էլ ոչինչ մեզ համար, կարծում կա մարդուն կարող եք նվիրել, եւ իհարկե Արմինե ձեզ նույնպես նվիրեմ Անդրեի երգի խոսքերն են Իմ սերը քեզ թե վեր թողտա։ Սա իհարկե ձեզ, որպեսզի նվիրեք ձեզ շատ հարազատ ու կարեւոր մարդկանց եւ այդ էմոցիաները տակ նաեւ նրանց։ Վաղը անմոռանալի երեկո ենք մաղթում։ Այո, շնորհակալություն եւ եթե թույլ կտաք մի հավելում էլ անեմ, շատ կարեւորագույն հավելում, մենք պիտի հատուկ շնորհակալություն հայտնենք մեր մայստրո Նորայր Դավթյանին, ով առաջին իսկ օրից, երբ եղավ նմանատիպ առաջարկ Բելայի աշխատակազմի կողմից, այսպես ասած, այո, անում ենք համերգ եւ նվիրված պատրաստվում ենք վաղվա համերգին, այնպես որ շնորհակալություն նաեւ մեր մայստրոյին։ Այո, մայստրոն ինձ շատ է աջակցել, նույնիսկ ծրագրի ընտրությունը եւ այլն։ Հիանալի է։ Դե վաղը արդեն արդյունքը պարզ է լինելու, որ հիանալի է, այնպես որ տպավորությունների հետևից վաղը չենք մոռանում Արամ Խաչատրյան համերգասրահում վայելելու կանոնի եւ ազգային նվագարանների մի ամբողջ բույլ, որը կարծում եմ գեղեցիկ է։ Էսթետիկայով համեմված է լինելու վստահաբար Բելայի դեպքում այդպես է։ Շնորհակալություն, որ առավոտեցիք մեզ։ Շնորհակալ ենք։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։